Որներ մեր են ահա պահերը, որ ունեցել են, որ հասցնի ընդհուպ մինչև բրենդից հրաժարման։ Հա, այդ ամենամեծ բախն է։ IMR-ը այս տարի նշում է 20-ամյակը։ Եթերում է IMR ոդկասթը։ Մենք այսօր երկար պատրաստվում էինք, որ ունենանք մի հատ այսպիսի քննարկում։ Հասկացանք, որ անցյալ տարվա հետաքրքիր кейսերից մեկը ուզում ենք պատմել, հանրայնացնել, որովհետև իսկապես դա բացահայտումների кейս էր, հետազոտություններ։ Ինձ թվում է նաև հետաքրքիր կլինի դիտողներին իմանալ հետազոտությունը ինչ արդյունք կարող է տալ եւ որը որ կարող են կիրառել նաև իրենց դեպքում ու ունենալ հաջող բիզնեսի առաջխաղացում։ Այսօր քննարկելու ենք մեր անցյալ տարվա հետաքրքիր кейսերից մեկը, որը իրականացրել ենք Evoca բանկի հետ միասին, մեր լավագույն գործընկերներից մեկը։ Որպեսզի լսարանին պարզ լինի, թե ինչ հետազոտության մասին է խոսքը, ասենք, որ հիմքում հաճախորդի փորձի ուսումնասիրությունն էր։ Քննարկման ժամանակ մենք վերլուծում ենք այն դեպքերը, երբ հաճախորդի փորձը կարող է այնքան նյարդայնացնող լինի, որ հասցնի ընդհուպ մինչև բրենդից հրաժարման։ Եվ քանի որ ոլորտը զարգանում է եւ մրցակցությունը բավականին մեծ է, կար խնդիր, ձևակերպված խնդիր, որն է այն կետը, որը որ հաճախորդին կարող է բերել հրաժարման։ Եվ ըստ էության որոշեցինք, իսկ ինչու չվերլուծել այս кейսը միասին եւ հետաքրքիր բացահայտումներ ունենալ։ Ինչպես շարունակվեց այս ամեն ինչը, երբ որ ես եկա եւ քննարկեցի ձեզ հետ ու գծվեց այն մոդելը, որի մասին կուզենամ, որ մենք այսօր քննարկենք։ Հետազոտության առաջին միտքը բիզնես խնդիրը հասկանալուց հետո այն էր, թե առաջին ոնց էմոցիաները ուսումնասիրենք ու ոնց կազմակերպենք այդ customer journey-ն, որ բնական լինի հնարավորինս process-ը ու գանք հենց այն կետին, որը որ ուզում են, այսպես ասած, բնական միջավայրում տեսնեն, որ մարդու ունենա հենց իր իրական փորձառությունը բանկում ու բացի դրանից ոչ թե հիմնվենք խոսքերի վրա, այլ ունենանք ինչ-որ valid քանակական ու այլ տվյալ, որակական տվյալ, որը որ շատ հստակ կլինի ու դրա տակ data կլինի։ Ու այստեղից այդ mix մեթոդոլոգիան եկավ, որը ոչ միայն անենք որակական, այլ նաև ունենա mystery բաղադրիչ ու նոր մեթոդ, այսպես ասած, դրեցինք այս հետազոտության տակ, որը որ emotional coding-ներ, բացի նրանից, որ mixed methodology-ով արեցինք։ Mystery shopping-ի ժամանակ, երբ որ ունենում ենք customer journey կամ customer experience հետազոտություններ, միշտ ավելի այսպես հստակ չափանիշներով էինք առաջնորդվում, այդ հարցը առաջանում էր, ինչքանով է ամբողջական հուզական պատկերը արտացոլում վերջնաարդյունքում եւ երբ որ այս mix մեթոդոլոգիան եկավ, հասկացանք, որ ունենք ավելի լայն, այսպես ասած, հնարավորություններ, որ ունենանք համ benchmark-ային հետազոտություն, այսինքն մի քանի մրցակից ընկերություններում իրականացնենք հետազոտությունները ու բացի այդ ավելի շատ հուզականի վրա կենտրոնանանք, այլ ինչ-որ ստանդարտացված սպասարկման, ինչու մեր կարծես ամենագլխավոր նպատակն էր։ Ու որն էր այդ mix մեթոդոլոգիան, դա որակական կտորներ, ավելի շատ քննարկումները մասնակիցների հետ, մասնակիցները այստեղ շատ կարևոր է ասել, որ հենց իրենք օգտատերեր էին, ակտիվ օգտատերեր էին ընկերության եւ հետո գաղտնի գնորդ հետազոտության իրականացումներ, մի փոքր ավելի ոչ ստանդարտացված այսպես ճանապարհով էին անցնում իրենք եւ դրանից հետո արդեն մասնակցում էին խորին հարցազրույցների, որտեղ արդեն ամենակարևոր ու ամենահետաքրքիր բաններ տեղի ունենում։ Ու խորին հետազոտությունները արեցինք, առաջին անգամ emotional coding ենք օգտագործել, որը որ մարտահրավերային էր բոլորից համար, բայց ինձ թվում է շատ հավերժ փորձառություն ենք ունեցել, emotional coding-ի էությունը առհասարակ հենց այդ մարդու խոսքի վրա հիմնվելը
չի, այսինքն բացի նրանից, որ իրանք տալիս էին այդ խոսքային վերբալ ինֆորմացիան, իրենց փորձառությունը ոնց է եղել, մենք ունեցել ենք իրենց միմիկաների վրա հիմնված հույզերի աստիճանակարգ, թե յուրաքանչյուր հույզը ինչքանով է մարդու մոտ արտահայտվում, երբ որ ինքը խոսում է որևէ խնդրից կամ պատմում է ինչ-որ լավ փորձառություն, ու եթե մեր առաջնային խնդիրը ոնց ասում ենք դժգոհություններն էր, այս փուլում եկանք նրան, որ կարելի է նաև այդ ուրախ կետերն էլ հասցեագրել, դրանք էլ բացահայտել, որն է առհասարակ բանկային փորձառության մեջ մարդկանց լավ հույզեր տալիս, որովհետև այդ է լոյալության որոշակի չափանիշ է։ Երբ որ մենք քննարկում էինք մեթոդը, քննարկում էինք իրականացման այդ ամբողջ process-ը, ինձ թվում է չեք կհամաձայնեք ինձ հետ, որ մեր ամենամարտահրավերային կետը դա արդյոք այն սեգմենտը, որին մենք թիրախավորում էինք, կուզենա ազատորեն կիսվել հաճախորդի փորձով իր, չէ՞։ Ինչ սեգմենտեր է դել ասենք։ Դե միջինից բարձր սեգմենտ, ովքեր ճանապարհորդում են, ովքեր հաճախորդի փորձը կարևորում, այսինքն իրենց ժամանակ չունեն, ժամանակը խնդիր է իրենց համար, այսօր ամենակարևոր արժեքը մենք գիտենք ժամանակն է։ Ու այս մարդիկ, ովքեր մենք պատկերացնում ենք, որ պիտի ընդգրկվեն, մենք հասկանում ենք, որ իրենք ժամանակի խնդիր ունեն եւ արդյոք իրենք պատրաստ էին այդ սեղմ ժամկետում, սեղմ ժամանակ ունենալով քիչ ժամանակ մասնակցել այստեղ եւ կիսվել ազատորեն իրենց փորձի մասին։ Այդ ամենամեծ մարտահրավերն էր ինձ համար։ Եվ ոնց հաղթահարեցինք, որտեղ այդ ինձ համար շատ բան է, վաու, էֆեկտ է ունեցել։ Իսկ չէին մեր գործընկերները, ովքեր զբաղվում են հենց կազմակերպչական մասով, իրենք չէին հասցնում զանգերին պատասխանել, որտեղ անդադ իսկ մենք երբ ենք շարունակելու, ու հա, այդ ամենամեծ բախն է, բայց process-ը ընդհանուր երևի մեր կողմից էլ այդ ազատությունը, որ ունեինք, իմ համար ունենք ես կասեմ, այդ ամենակարևոր կետերից էր, որ ազատություն ունեինք, ու այդ ազատությունը իրանց էլ էր տրվել, փոխանցվել էս, եթե ավելի ճիշտ ասամ, ու այդ ազատությունից իրենք շատ sense ոգևորված գնում էին, համեմատականներ էին անցկացնում, գալիս էին, կիսվում էին, ու եթե սովորաբար այդ խորին հարցազրույցները ասենք մի ժամ ու կես է տևում, 2 ժամ խոսում էինք ու ինձ համար ամենակարևոր բանը այն էր, որ գրեթե բոլորը վերջում ասում են, իսկ այս արդյունքները մենք հետո որտեղ ենք տեսնելու, որտեղ մեզ շատ հետաքրքիր է, այդ ամենակարևորն էր։ Հա։ Ու ունեցել ենք մասնակիցներ, իրենք ունեին բիզնես, մարդիկ, ովքեր զբաղեցնում էին բարձր օղակի պաշտոններ, IT ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային ընկերություններում աշխատող մարդիկ, ովքեր իրոք այդ քո ասած ժամանակը շատ կարևոր էր իրենց համար, բայց իրենք էլ ներգրավվածությունը շատ բարձր էր ու ներգրավվածության հետ մեկտեղ այդ հետաքրքրություն եւ այլն իրենց պատասխանատվությունն էր, այդ social responsibility ասեմ, որ ինչ-որ բան փոխել, չէ՞։ Որ ինչ-որ բան են իրենք փոխում, ինչ-որ բան են անում, emotional coding-ը իրենց շատ հետաքրքիր էր, ինչ են անում մենք իրենց համակարգչից են կողմ, այսպես որ նայում են։ Այո։ Իհարկե, այստեղ կարևոր բան ֆիքսենք, որ անձնական տվյալների պահպանությունը մեր համար կարևոր է, դրա համար մենք չենք ասի ովքեր են մասնակցել։ Իհարկե, բայց նաև շատ ջերմ ողջույններ այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս process-ին եւ մեզ հետ հավասար վայելել են այն ընթացքը, որ ունեցանք։ Իսկ հիմա արդյունքն է անկեղծ ներդրում են ունեցել, որտեղ հետո մենք հետո մասին իհարկե հետո երբ խոսանք, բայց այդ հետոն էլ ուղղակի չի արվել, էլի հետոն կա, ինձ թվում է հիմա ընթացքի մեջ է, իրանք երևի կտեսնեն ինչ որ մի ժամանակ այդ արդյունքը։ Անպայման։ Ինձ թվում է կտեսնեն, հաստատ կտեսնեն։ Ու ամենակարևորը, որ ոչ միայն անում են հետազոտություն, այլև այդ հետազոտությունը հետևողական են այդ հետազոտության արդյունքների նկատմամբ ու ընդհանուր վերջնարդյունքի նկատմամբ։ Դե մեր բանը ի՞նչն է, որպես հետազոտական ընկերություն, մենք ինչի վրա ենք ֆոկուս եղած, որ այո, այնպեսին լինի հետազոտությունը, որ մենք էլ վստահորեն այդ վստահությունը տան գործընկերոջը, որ ինքը դրա վրա հիմնված կարող է կայացնել որոշում։ Վերջերս ի դեպ մի հատ ոդկաստ էի լսում, մարքետոլոգներ էին
վարում ոդկասթը եւ շատ շնորհակալություն խոսնակին, որ ասեց, որ օրինակ մարքեթինգային հետազոտությունները դրանք չերևացող գործունեություն են եւ բավական ռեսուրսատար, որը բիզնեսները կատարում են, այդ ներդրումը կատարում են, անում են այդ գործողությունները եւ իրենց որոշումները իսկապես տվյալահեն է, բայց շատերը չգիտեն, որ դա մարքեթինգի մի կտոր է եւ դա շատ կարեւոր կտոր է եւ դա չի երևում, որովհետեւ շատերը գիտեն, որ մարքեթինգը ինքը իրենով գովազդն է, SMM-ն է, սոցիալական ցանցերն են, քչերը գիտեն, որ դրա հետևում կամ մեծ հետազոտական բլոկ կարևորագույն, հա։ Շատ կարևոր է, որ բացի նրանից, որ մենք լսեցինք ֆիդբեք, որ շատ հետաքրքիր հետազոտություններ ու մենք այդ քննարկումը ունեցանք, շատ հետաքրքիր փորձառություններ մեր համար եւս, կարևոր էր նաեւ, որ հետազոտությունը շատ օգտակար էր եւ պատվիրատուի համար եւ նաեւ մեր համար, որպես նոր մեթոդ ու նոր հետազոտական փորձ։ 2026-ն է, չէ, եւ IMR-ը այս տարի նշում էր 20-ամյակը։ Եվ որպես 20-ամյա արդեն երիտասարդ, բայց միևնույն ժամանակ հասուն գերություն, մշտապես մեր ձեռքբերումը այն է, որ մենք տեղում չենք կանգնում։ Եվ միշտ նորարարությունը մեզ համար կարևոր կոմպոնենտներից է, որը մեզ մոտիվացնում է, որը մեզ առաջ է տանում, որը մեր ամենօրյա աշխատանքի գալը պարզապես սիրելի lifestyle-ը դարձնում, ոչ թե պարզապես աշխատանք կամ կյանքի մի մասն է։ Մեր աշխատանքը մեր lifestyle-ի մի մասն է։ Հենց դրա շնորհիվ ինձ թվում է։ Ось Էվոկայի кейսն էլ որպես հաջողության պատմություն ինձ թվում է բոլորիս մոտիվացրել է ու շատ դժվար է նոր ինչ-որ բան փորձելը։ Ու այսեն кейսն է, որ կարելի է հիշել հետագայում ու ասել, օքեյ, այս հաջողել ենք ու մենք կարենք ավելին անենք սրա հիման վրա։ Երևի համբույրներ մեր Էվոկային եւ մեր մյուս բոլոր գործընկերներին, մենք ձեզ շատ սիրում ենք եւ շնորհակալություն, որ ձեր ամենաանհավանական, հա, խնդիրները հետազոտական կամ բիզնես խնդիրները վստահում եք մեզ։ Կարևոր եմ համարում նաեւ քննարկենք այն կետին, թե ինչու է հետազոտությունը թիրախավորում հենց դժգոհությունը որպես թեզիս։ Այն մարդիկ, ովքեր որ դժգոհություններ ունեն, ավելի նրբանկատ են։ Գոհունակները շատ ավելի դժվարությամբ են նշում, որ կետերից են իրեն գոհ։ Բայց երբ որ հարցնում ենք ինչ դժգոհություններ ունեք որևէ բանկային product-ի մասին, արդեն փորձառությունը, որով որ կիսվում են, ավելի հարուստ է։ Ու այստեղ նաև թիրախավորել ենք այն մարդկանց, ովքեր որ հստակ ունեցել են մի քանի բանկերից օգտվելու փորձառություն, ունեցել են միջազգային բանկերից օգտվելու փորձառություն, որպեսզի համեմատության եզրեր ունենան առաջին հերթին։ Նաև այլ ոլորտներից օգտվելու փորձառություն որպես հաճախորդ, ոչ միայն որպես բանկային հաճախորդ։ Որովհետև ինչքան շատ են բանկային product-ները, որոնցից որ օգտվում են, այդքան շատ է ինտերակցիան բանկի հետ ու այնքան հարուստ է այս մարդկանց փորձը կիսվելու որևէ product-ի հետ կապված ու այնպես չի եղել, որ անինել կփաստի միայն դժգոհություններից են խոսել, միանշանակ այդպես չի եղել։ Նաև գոհունակության կետերն են նշել, այդ wow էֆեկտները, ինչն էր որ ավելի իրեն զարմացրել է բանկային փորձառության մեջ, այն catching պահերը, որոնք որ մնացել են հիշողության մեջ, այո, ու առաջացրել են հենց այդ էմոցիոնալ օդկլիկը իրանց մոտ, որ իրոք հիշում են դա։ Հենց բանկից դուրս գալուց հետո ինչ առաջին օրինակ կպատմեք մեզ։ Հոգու ճիճը։ Հոգու ճիճը հստակ։ Ու այդ հոգու ճիճը ոչ միշտ է, որ դժգոհություն է։ Այո։ Հա, Անշանակ։ հա, որտեղ եթե ինչ-որ դեպքեր հիշենք հիմա ինչեր են ասել, ինչ լավ դեպքեր, քանի որ մենք կանանց մեծամասնություն ունեցող ընկերություն ենք եւ մեզ մոտ մայրիկները շատ են ու համընկել է որ մի ամսյակ է, մեզ համար մայրիկ սպառողների կարծիքը շատ կարեւոր է եւ հիշեցի մասնակիցներից մեկի դեպքը, երբ որ բալիկի հետ էր գնաց այցելել ընկերություն, տվյալ եւ այնտեղ դուրս էր եկել պայմաններ, ընդհանուր սպասարկման տարբեր ասպեկտներ եւ այլն, ոչինչ իր համար առաջնային կարևոր չէր, այդ հոգու ճիճը իր համար էր, որ իր երեխային այնտեղ շատ ուշադիր էին եղել,
այսպես վերցրել էին, հոգ էին տարել, մինչև մայրիկը հանգիստ սպասարկվել էր, երբ որ դա ինքը չէր ստացել, հետո արդեն չէր ստացել մյուս ընկերությունում, դա իր համար արդեն շատ հենց մեծ կոնտրաստ էր առաջացրել ու այդտեղ միտեղ որպես դժգոհություն էր առաջ եկել, միտեղ որպես գոհունակություն էր առաջ եկել այդ կետը։ Անկարնես։ Այ օրինակ շատ հաճախ ասում են մենք ենք առաջինը։ Իմ դեպքում օրինակ ես չեմ վախենում, որ լինում ես երկրորդը, երրորդը, որտեվ շատ հաճախ առաջինի սխալներից սովորած ես լինում եւ ավելի լավ է ստացվում գործը, բայց այս պարագայում կարող եմ վստահ ասել, որ այս ֆորմատը, որի մասին խոսեցինք, քննարկեցինք, միանշանակ AMR ընկերությունը հայաստանյան շուկայում առաջինն է իմպլեմենտացրել եւ կարող եմ ասել նաեւ հաջողել, որովհետև միակողմանի չեմ տեսնում այդ հաջողությունը, բոլորս միակողմանի չենք տեսնում, այլ մեր գործընկերների հետ շատ երկար քննարկել ենք, շատ երկար աշխատել ենք եւ վստահ եմ, որ կունենանք նմանատիպ հետագայում էլի հաջողակ ծրագրեր, բայց խոսում ենք սրա մասին եւ կարող ենք ասել, որ այս մեր 2025-ի լավագույն պահերից եւ հպարտ պահերից մեկն է եղել, որ ունեցել ենք այս ծրագրի շրջանակներում։ Մենք երկար էինք քննարկում այս ձևաչափը, ես անկեղծ շատ հավանեցի։ Հուսակ ոնց որ մենք ծնված լինենք ոդկասթի համար։ Եվ ես կարծում եմ, որ մենք ասելիք ունենք, շատ թեմաներ կան հետաքրքիր, փորձառություն կա ամեն դեպքում 20 տարվա ընթացքում կուտակված եւ հաստատ արժի շարունակել։ Այնպես որ եկեք ասենք, որ եկեք խոստանանք, որ շարունակական է լինելու այս ֆորմատը եւ հետեւեք մեզ ավելի հետաքրքիր кейսեր քննարկելու համար։ Այո։